կարող պատկերացնել, որ կարող եմ մի օր կանգնել այստեղ ու վկայել ինչ-որ բան իմ կյանքից։ Ունեմ 3 երեխա, 2-ը առողջ, հավատում եմ, որ 3-րդն էլ է առողջ, բայց Տիրոջ փառքի համար եմ վկայում ու հետո էլ եմ վկայելու, գիտեմ, հավատում եմ։ Երբ որ հղիության ընթացքում 3-րդ բալիկիս գնացի ստուգման, ինձ ասեցին, ես արդեն իմացա, ինձ ասեցին, որ խնդիր կա, ունենալու է սինդրոմով երեխա, սինդրոմ Դաունով, չգիտեմ լսել եք, թե չէ, տենց խնդրով երեխա, նրանք տարբեր աստիճանի են լինում, իմը գրվածով այն աստիճանին է, որ վատ պետք է լինի։ Բայց ես հավատացել եմ, լացել եմ, քնելուց, արթնանալուց, բայց ոչ ոք չի իմացել, միայն ես և իմ Տերը։ Աղոթել եմ միշտ, հավատքով սպասել եմ, բայց երբ որ աղոթում ես, ուրիշ բան ես սպասում, որ կծնվի և քեզ կասեն, ահա հրաշք, ոչինչ չկա, բայց Աստծո գործերն անքննելի են, ճանապարհները տարբեր են, մենք չենք կարող ասենք, թե Աստված ինչ կերպ է գործում քո կյանքում։ Երբ որ ծնվեց, անհամբեր սպասում էի, թե ինձ ինչ են ասելու։ Եվ հայացքից ես արդեն հասկացա բժշկի, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ու անգամ ինձ պտտվեցին և ասեցին, որ դու գիտես, որ սենց խնդրով երեխա ես ունեցել։ Ու էլ բան չեմ հիշում, գիտեմ, որ մենակ աղոթել եմ։ Հետո ահագին անցավ և ինձ պետք է պալատ տեղափոխեն։ Անգամ հարցնում են, վերցնելու ես երեխային գիրկը, թե ոչ, որովհետև նման դեպքերում այնտեղ ես Մոսկվայից եմ հիմա եկել, երեխային չեն տալիս քո մոտ, միանգամից տեղափոխում են վերակենդանացման, վերևի բաժանմունք, ստուգման և այլ նման բալիկները խնդիրներով են ծնվում։ Երբ որ ինձ հարցրեցին, ես ճիշտն ասած կոմայի մեջ էի, ես դաժու չէի էլ պատկերացնում, հավատում, թե իմ հետ ա դա կատարվում։ Բայց ես չեմ էլ պատկերացրել մի անգամ հանկարծ մի պահ, որ ես երեխա պիտի թողեմ։ Ասեցի, այո, իհարկե, ինձ տվեք իմ երեխային և գրկել եմ ընենց ամուր, ոնց որ իմ ձեռից պիտի վերցնեն էդ երեխուն։ Ու իջել եմ ներքև, բայց ներքևում արդեն իմ ձեռքից վերցրեցին, բացատրելով, որ պետք է հետազոտեն և այլ։ Պալատում ես եմ, իմ հետի պարկած ծնողները իրանց բալիկների հետ վայելում են, իսկ ես լացում եմ ու լացում, բայց հավատում եմ։ Գիտեք, այդ 9 ամիս շարունակ Աստված ոնց որ պատրաստել էր ինձ, ոնց որ իմ հետ չկատարվեր, ես ոնց որ ուժեղացած լինեի, ինչ լինեի, բայց միևնույն ժամանակ այդ ապրումները, մտքերը, հարձակումները կային, մի խոսքով կոտրված էլ ես լինում, բայց այդ ընթացքում մտածում էի ավելի շատ իմ ամուսնու մասին, տատիկների, թե ինչ կասեն, ոնց կլինի։ Հետո պալատում ունեցել եմ երկար ժամանակ, որ ես Աստծո հետ կապս պահեմ, որ չկոտրվեմ ու չփշրվեմ։ Եվ հետո եկան ինձ մոտ ու առաջի բանը, որ ինձ հարցրել է, վերցնելու եք այս երեխային։ Այդ իմ համար ամենաահավոր հարցն էր, որ կյանքում կարող է ինձ տային, որ ես երբեք չեմ պատկերացրել, որ կարող է տենց հարց ինձ տան։ Եվ ես սառել էի, այդ բժիշկը գնաց, տեսավ իմ վիճակը, դուրս եկա։ Ես պարկել եմ մի շաբաթ հիվանդանոցում և անընդհատ եկել եմ դուրս են եկել ու անընդհատ ինձ ասել են, որ այս երեխաները ունակ չեն, այս երեխաները չունեն ոչ մի ապրելու, գոյատևելու ինչ-որ մի խոսքով, կանչեցին իմ ամուսնուն վերև, առանձին տարան մեզ բաժնվարչի կաբինետ գլխավորի, առանձին խոսեցին ու անգամ բժիշկը ասեց, որ գիտեք, որ պապաներն են հրաժարվում անգամ, երբ որ այսպիսի բալիկ է ընտանիքում հայտնվում ու իմ ամուսնու ներկայությամբ այդ ամենը ես ուղղակի չգիտեմ
բառեր չի գտնում, մտածում էի ինչ ուզում լինի, ես իմ երեխան, անգամ իմ ամուսինն էլ եթե ինձ հետ չհամաձայնվի, մի խոսքով այնպիսի բաներ էին ասում, որ անկախ քեզանից վախ էր գալիս, որ արդյոք ես կարող հետո ապրել, ինձ թվում էր վերջ, ես չեմ ապրելու, իմ կյանքը վերածվեց դժոխքի, ու երբ որ մենակ էի պալատում, միշտ այդ հարցն էր գալի, թե ինչու իմ հետ սա պատահեց, ինչու սենց, ու Աստված միշտ խոսում էր իմ հետ, ես լսում էի նրա ձայնը, ինքը ինձ անդադ սթափացնում էր, ասում էր, իսկ ով գիտի մարդու արարելու, միթե ես չգիտեմ այդ խրոմոսոմների քանակը, որ մի հատ ավել թույլ եմ տվել, նորմալ մարդու մոտ 46 է, իսկ մեր մոտ 47։ Մի խոսքով ուղարկեցին լաբորատորիա արյունը, ինձ դուրս չէին գնում։ Հետո գենետիկ կանչեցին, որ ինձ բացատրի դրա բարդությունները, հետևանքները, ինձ հետ խոսում էին, բայց ես աշխատում էի ճիշտ ասած չլսեի, որովհետև երբ որ լսում ես, ես չեմ մեղադրում ոչ մի բժշկի, ոչ մեկի, որովհետև նրանք իրանց գործն են արել, ես հավատում եմ, որ ուղղակի ես իմ ճանապարհն է, որ ես պիտի անցնեմ, որպեսզի այսօր վկայեմ եւ հետո էլ վկայելու հավատում եմ։ Գենետիկը ինձ հետ խոսում էր, որ իբրև ես չեմ հասկանում, նրանք որովհետև որ նայում են, որ դու ինչ ապրումների մեջ ես գաղափար չունես, դեռ առաջի անգամ ապօրս չունես, նման բալիկածնվել, դու շոկի մեջ ես, քեզ փորձում են ամեն կերպ հասցնել, որպեսզի դու որոշում կայացնես, վերցնում ես քո բալիկին, թե թողնում ես։ Ես չեմ ասել չէ, ու նրանք դա հասկացան, եւ երբ որ դուրս պիտի գրեին, ինձ ասացին դու գնա տուն, մենք մի օր էլ կպահենք հաջորդ օր, որտեղ երեխան ընդունակ չի դուրս գրվելու, դուք կարող եք տանեք տուն, երեխան շոկի մեջ ընկնի, եւ այս խնդիրն ունի սրտի, գլուխն ենք նկարում, այդ բիլիրուբինն է բարձր, դեղնածություն ինչ-որ, պոչկան խնդիր, բազում խնդիրներ։ Ես գնացի տուն, բայց ուշք միտքս ընդեղա, որ երեխուն շուտ վերցնեմ, հետո հաջորդ օրը ինձ զանգեցին եւ ասացին երեխային տեղափոխում ենք մի ուրիշ հիվանդանոց, որովհետեւ վիճակը վատ է։ Ես գնացի, ինձ միանգամից տեղափոխեցին ուրիշ մանկական հիվանդանոց, 3 թե 4 օր էլ այնտեղ են պարկել։ Ամեն օր նայում էի երեխայից եւ հասկանում, որ այն ինչ որ ասել են, իրականությանը չի համապատասխանում։ Հետո իմ ամուսինը որ եկավ, երեխային տեսավ, միանգամից փոխվեց նրա բոլոր պատկերացումները, այն ինչ որ ասել են։ Վերցրեցինք եւ դուրս գրեցին մեզ, մենք դուրս գրվեցինք հիվանդանոցից։ Սիրելիներ, ուզում եմ ասել այնքան մեծ սեր դրեց Աստված մեր մեջ։ Երբ որ ուրիշի վկայությունն ես լսում, մի քիչ ուրիշ է, հավատքից ես խոսում, չգիտեմ սիրուց ես լսում, խոսում են, բայց որ գալիս է քո պահը, երբ որ դու պիտի ապրես, այդ վաղ տերեմ հավատքի քայլը, որ ես այսօր պտուղները տեսնում եմ։ Եվ հիշում եմ, որ եկա Հայաստան Արման եղբայրն ինձ ասեց աղոթքի զորախումբ ունենք, գնացեց ինձ մեջը, հետո ետ վերադարձանք նորից Մոսկվա, շատ դժվար է, չեմ ասում, որ հեշտ է եղել ինձ համար։ Ու հենց այդ նեղ դժվար ժամանակ ինձ զանգում են ու ասում են, ձեր համար Արման եղբայրն է ինձ տվել, ուզում եմ, որ ձեզ հետ խոսեմ հավատքի մասին, կիսվել, կարող եք ինձ մեկին պիտի խորհուրդ տաս, մեկին պիտի ու էդի ես պիտի անեմ, ասում եմ, Տեր, որ ես ես վիճակում երեխեն ձեռս, ես կարիք ունեմ ու ինձ ասում ես մեկին խորհուրդ ու մեկին հույս տու ու ասեցի քուրս կլինի երեխան քնած է, դնեմ տեղը, նոր զանգեմ։ Ու զանգել եմ ու խոսացել ենք, աղոթել ենք, հետո դրել եմ, ասում եմ, Տեր, էսի ես չէի, էդի դու էիր։ Երբ որ գալիս են աշխարհիկ մարդիկ մեր տուն, ունեմ շատ լավ ծանոթ, որը միշտ իմ կողքին է եղել այնտեղ, շատ լավ աղջիկ է, բայց դեռ
լիարժեք ապաշխարած չի, բայց ես հավատում եմ, նրա կյանքում էլ հրաշք եղել է աղոթքի խմբում, որ ես գրել եմ 7 տարի համարյա երեխա չէին ունենում, այսօր իր զույգով հղի է աղջիկ և տղայի է սպասում, ու առաջի ուզին, որ արել է ինձ ուղարկել, ու միշտ կիսվել է ինձ հետ, ու միշտ գիտի, որ աղոթել ենք իրա համար, հետո էլ էլի խնդրել է, աղոթել ենք, որ մնա, իրան թվում էր, թե չի մնա այդ, որ անդադ իրա հետ ինչ-որ բաներ կատարվել ու չի ստացվել, իրան թվում էր, թե հետո էլ չի մնա, էլի, որ կիսվում է ինձ հետ, ինքը գիտի, որ ես հավատացել եմ, ես ասել եմ, որ աղոթում ենք քո համար, հանգիստ էր։ Ու հիմա, որ հետո հիշում ես արդեն ինչեր էին ասում բժիշկները, ու այդ ամենը վեր ես լուծում, ամեն օր քայլ առ քայլ ինձ Աստված ցույց է տվել, որ իմ Ինեսան ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչ կարողանում է հասկանալ, ես համ ռուսերեն եմ իր հետ խոսում, համ հայերեն։ Անգամ ես հաճախ չեմ պատկերացնում, ես երեխեմ ոնց է մեկ-մեկ այդ հայերենը հասկանում, որովհետև Մոսկվայում միշտ դասատուներ, այնտեղ մենք գնում ենք զարգացման կենտրոն, իդեպ ասեմ, որ երբ որ հոգ էի անում, թե ուր տանեմ, թե դու գիտես, որ իրան պետք է զարգացման կենտրոն, այնտեղ շատ թանկ ամեն ինչ, ու մեկ էլ իմանում եմ, որ ժուրնալից կարդում եմ, իմանում եմ, որ կա տենց կենտրոն, զանգում եմ ու ինձ ասում են անվճար է, այնքան էի ուրախացել, թռում էի ուրախություն, անդադ փառք ես տալիս Աստծուն, որովհետև դու հասկանում ես, երբ որ Աստված մի բան է տալի, ինքը դռներ է բացում քո առաջ, որ դու անգամ չես էլ կարող պատկերացնել, թե արդյոք էդի հնարավոր բան է քո համար։ Երբ որ գալիս են քո տուն ու ասում են Նինա, գիտես, Աստված այդ քո տխրությունը ուրախության է փոխել ու Աստծո խոսքն եմ հիշում, նույն, որ նման կերպ խոսում է Աստված։ Հրաշք ուղղակի, մենք հիմա իրան այնքան ենք սիրում, անգամ եղել է պահ, որ ես նստած տեղս մտածել եմ, եթե չլիներ այդ երեխան, իրա տեղը մի հատ ուրիշ բալիկ լիներ, մեկ էլ Աստված նենց է գոռացել իմ վրա, ես հստակ հիշում եմ, ոնց եմ դիվանից վեր թռել ու Աստված իմ վրա գոռացել է, ասել է, իսկ ուզեիր, որ հիմա նա չլիներ։ Ես ասել եմ, չէ, Տեր, լավ է, իրանից բացի ես ուրիշ չեմ էլ ուզում։ Թող ասում եմ իրա միջոցով անունը փառավորի ու երկու անգամ էլ առել եմ հենց այդ խոսքը, որ Աստված ինձ ասել է ուրիշի միջոցով, աղոթքի միջոցով, խոսքի միջոցով, որ Հիսուսին հարցրեցին, ինչի պատճառով եղավ այս հիվանդի հետ, հոր, թե մոր մեղքի պատճառով, Հիսուսն ասեց, ոչ հոր, ոչ էլ մոր, այդ Տիրոջ փառքի համար։ Ու ես էդի բռնել եմ ամուր, բռնել եմ ու չեմ թողելու։ Հավատում եմ, որ այս ամենը իզուր չի, որ ես հասա անդեղ, իզուր չի, այդ հարցնել եմ տվել միշտ Աստծուն, ինքը գիտի, որ ես չէի ուզում գնալ Մոսկվա, բայց որ անցնում ես ճանապարհները, հասկանում ես, որ ախր Աստված գիտի ինչա պետք, եւ թե կամ մեկը թեկուզ ընդեղ ասում են Տեր, որ մեկին հույս պիտի դառնամ, ապա թող քո անունը փառավորվի, ու երբ որ շրջապատը այսօր ինձ ասում էին թող այդ երախում նորից կունենաք, բայց այսօր այդ մարդիկ, որ ասել են, նենց են սիրում, ես ուղղակի բառեր չունեմ ասելու, թե Աստված ինչքան մեծ է ու ողորմած, ու երբ որ մենք գնում ենք այդ ցենտրը զարգացման, դասատուն առաջի անգամ ես տեսել է, հաջորդ անգամ դասի ինձ մոտեցել ու ասել են Շուշուկովի մականջին, որպեսզի ընդհանուր ինչ-որ հարցեր չառաջանա մարդկանց մեջ, ընդեղ բարձր մեկը մյուսին չի մոտենում, խնդիրը բարձրաձայնելու կամ ինչ-որ բան ասելու համար։ Մոտեցել են ինձ ասել են, բայց արդյոք իրա մոտ ինչ-որ նման խնդիր կա, ախր ինքը շատ ուրիշ բալիկ կա, շատ լավն է, ամեն ինչի ընդունակ է, ինչ ասում ենք իմ հրահանգները ոնց է կատարում։ Նույն բժիշկների այցելություն ընդեղ, որ արել ենք, հիշում եմ աղոթքի զորախմբում գրել եմ և կոճկաների համար, նման բալիկները վահանաձև գեղձի հետ են խնդիր ունենում, գլուխը, չգիտեմ իմունիտետը, և ես տարել եմ բժշկի ունեինք խնդիր կոճկայի, չունենք աղոթքի շնորհիվ փառք Տիրոջը, աչքերի խնդիր ենք ունեցել, այսօր չունենք, նենց է տեսնում, ես տես չեմ տեսե կյանքում, ամենապստիկ են կետը հեռվից կնկատի։ Մի խոսքով, փառք Տիրոջն ամեն ինչի համար, ես շնորհակալ եմ Աստծուն, գոհանում եմ ամեն օր, ամեն մի նրա հրաշքի համար իմ կյանքի մեջ, և հավատում եմ ես էլի եմ տեսնելու,
դասատուները միշտ ինձ ասում են, նա ընդունակ է, նա ոնց որ չհամապատասխանի է։ Ինձ համար թուղթը էական չի ինչա գրված։ Թեկուզ այստեղ էլ եմ տարել բժիշկի, ինձ ուղարկեցին վերականգնողական բաժին, պոլիկլինիկան ունի տենց բաժին, նման խնդիրներ դիագնոզ ունեցող բալիկների համար։ Իջա ներքև, որ կյանքում չէ պատկերացնի, նման կաբինետներով եմ անցնելու, իջա ներքև, ինձ նայում է երեխուն, նայում է ոնց է իմ ասածները անում, մինչև ինք ուզում է ասի, ինքնուրույն կանգնում է վերակենում, երեխեն հետի անում է։ Մինչև ինք ուզում է ինչ-որ բան ասի, երեխեն ամեն ինչը անում է, ինքը ինձ շրջվեց, ասեց ճիշտն ասած, 30 օր պետք է նման բալիկները գնան պոլիկլինիկայում անվճար անցնելու այդ կուրսերը, հետո դու եթե ունես հնարավորություն, պիտի տաս գումարով աշխատել։ Իսկ այդ աղջիկը ինձ ասեց, դուք կարիք չունեք, դուք բացարձակ կարիք չունեք 30 օր գալու, ձեր երեխան ամեն ինչ անում է։ Եվ հետո անցնում եմ մյուս բժշկի կաբինետը։ Ինձ հարցեր են տալիս, ամեն հարցը կողքը պլյուս է, ինքը ամեն ինչը հասկանում է, ամեն ինչ անում է, ամեն ինչը լսում է, ամեն ինչը տեսնում ու ընկալում է, ինքը շրջվեց, ինձ ասում է, գլուխը չափեց, այնտեղ սխեման կա, չէ, որ երեխաներին տանում եք չափում են, նորմայի մեջ է ասում է նման բալիկների համար։ Շրջվեց, ինձ ասեց, ես այնքան ուրախ եմ ձեր համար։ Ես էլ ասում եմ, բայ ես որ իմանաս ինչքան ուրախ եմ։ Հիմա ես որ գնում եմ բժշկի, առաջ թե վախենալով, տագնապով, ահով ու դողով ու լացով էի գնում։ Հիմա այնքան ուրախությամբ եմ գնում, ասեք ինչու, որովհետև երբ որ գնում եմ, ես զորացած տուն եմ գալի, որովհետև բժիշկներն են ինձ նայում ու ասում, էս ինչ հրաշք բալիկ է, էս ինչ հասկացող է, էս ինչ ունակ է։ Մեկ-մեկ բացում են թուղթը ու նայում են արդյոք 47 հրամասում, ոնց որ կասկած են էլի, ասում է բժիշկը, ճիշտն ասած, որ բժիշկ չլինեինք, երբեք չէինք հասկանա ու նկատեինք, հավատացեք, ասում է ուրիշ մարդիկ աչքերի պահի հայացք կա, որ ասում է, միայն դա ուրիշ ոչինչ չենք նկատում, որ նայում ենք ինչքան ընդունակ է, մինչդեռ ասում էին այդպիսի բալիկները երբեք ունակ չեն ինքնուրույն նստել, կանգնել, սովորելու ընդունակ չեն բացարձակ եւ ունեն բազում խնդիրներ ամբողջ կյանքդ պիտի տառապես, որ մարդ սարքես։ Այդ բառերը ուղղակի քեզ սարսափ են շրջում, բայց հավատացեք, երբ որ դու վստահում ես Աստծուն, երբ որ դու անում ես ոչ թե աբորտ, այլ հնազանդվում ես Աստծո խոսքին, Աստված տո ամուսնուց սիրտ նախոնարացնում, որ չհեռանա։ Տո բժիշկների կյանքում է ցույց տալի, որ չէ, շատ բան այնպես չէ, ինչ որ բժշկության մեջ ասվում է։ Շրջապատիդ մարդիկ են տեսնում ու հասկանում ու կճանաչեն քո Աստծուն, քո հավատքը, որ դու երբ որ քեզ ասում էին հրաժարվիր, իսկ դու ասեցիր ոչ, իմ Աստված տվել է, ինքն էլ կպահի, ու կտեսնեն ու տեսնում են, շատերը չեն արտահայտվում, իսկ շատ-շատերն են հաստատ կարտահայտվեն ու քո հավատքը նրանց համար իրոք ուշ կլինի, նրանք էլ կճանաչեն քո Աստծուն ու կդառնան քո Աստծուն։